Միշա Եթումյան 21 TV, պարոն Կարապետյան, այսօր շատ է խոսվում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, ըստ ձեզ, եթե բացվեն սահմանները, արդյոք օրինակ թուրքական էժան հումքի կամ պատրաստի արտադրանքի անարգել մուտքը չի խեղդի տեղական գործարաններին, ինչպես եք պատկերացնում այս հարցի լուծումը։ Մենք կողմ ենք ապաշրջափակմանը, մենք կողմ ենք Հայաստանի սահմաններում առևտրի աճին, իհարկե հիմնականում Թուրքիայի հետ, որպեսզի Թուրքիայով ելք գործենք դեպի եվրոպական շուկա, բայց պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն, որպեսզի թույլ չտա գյուղմթերքը օրինակ թուրքական գա եւ ոչնչացնի հայկական գյուղացուն։ Մենք արտաշատում ենք հիմա գտնվում, որպեսզի ձեզ պարզ լինի, Թուրքիան սուբսիդավորում է գազի 50%-ը իր գյուղացիների համար։ Գազի 50%-ը Թուրքիայի պետությունն է վճարում իր գյուղացիների համար, իր ջերմոցների համար։ Էլեկտրականության 50%-ը պետությունն է վճարում։ Այդ պարագայում եւ նաեւ նրանք հայտնի է Եփրատ գետի վրա ստեղծում են ջրամբարներ, ջրի խնդիր չունեն։ Նրանք հնարավորություն են ունենալու այս սուբսիդիաներով էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, գյուղացիներին մատնել աղքատության։ Դրա դեմ պայքարելու մի ձև կա՝ պաշտպանել տեղական արտադրողին, տանել լավ տնտեսական քաղաքականություն, ունենալ առաջնորդ, որը կարողանում է չէ ասել այնտեղ, որտեղ մեզ ձեռնտու չէ, եւ հա ասել այնտեղ, որտեղ կա հայկական շահ։ Շնորհակալ եմ։ Իսկ կներեք, ձայնս նորմալ է։ Շնորհակալ եմ։ Եթե թույլ կտաք երկրորդ հարցս նաև տամ, պարոն Կարապետյան, վերջին շրջանում իրավապահ մարմինները պարբերաբար հրապարակում են ձայնագրություններ, որտեղ ենթադրաբար խոսվում է ընտրակաշառքի մասին, ինձ հետաքրքրում է, թե ինչու է իշխանությունը կանգնալսում հենց կոնկրետ ձեր ուժին միայն։ Իմ գործընկերները արդեն պատասխանել են այդ հարցին մի 5 անգամ, կարծում եմ, որ իրենց պատասխանները բավարար են, չեմ ուզում ամեն անգամ բան անեմ, բայց հիմնական հարցը դա նա է, որ մեր հայրենակիցները, որոնք անաչառ պայքարի մեջ են, պետք է հիշեն, որ իրենց խոսքերը կարող է կոնտեքստից կտրվեն, կարող է ուրիշ ձև ներկայացվեն, պետք է հիշել մի բան, մեր պայքարը ինչի համար է, ուր ենք գնում եւ արժևորել է պայքարը։ Իսկ մնացողը գործընկերներս արդեն մի քանի անգամ նշել են։ Շնորհակալ եմ։